Ես սիրում եմ Հայաստանը, լեռնային կանաչի այս հոտի համար, քարափների համար, այս լանջերի համար ու այս արևի համար։ Հայաստանը իրեն սիրել է տալիս, այս պարզությամբ ու այս գույներով։ Ողջույն սիրելի հետևորդ, սիրելի տուրիստ, դու միացել ես Նոր Հայաստան հեռուստաընկերությանը ու քո հեռուստաեթերային ուղեկիցն է Face Control-ը։ Մենք չքնաղ Լորվա մարզում ենք ու մեր ոտքերը ամենագնացի կարգավիճակով մեզ բերեցին Հաղպատ։ Հաղպատ վանքի մոտ, որպես մենաստան, վեր է խոյանում Կուսանանց նապատը։ Եթե խոսենք հիմնադրման տարեթվից, տարբեր գրականություններում տարբեր է։ Միտեղ գրված է 10-րդ դար, միտեղ գրված է 13-րդ դար, միտեղ էլ 17-րդ դարի սկիզբ։ Դե ինչպես անվանումն է հուշում, այստեղ ապրել են կուսակրոն կանայք, ովքեր ընտրել են աղոթքի եւ բոլորից առանձնանալու ճանապարհը եւ այստեղ ճգնելու ճանապարհը։ Գերեզմանատան տարածքում ենք, այստեղ կգտնեք ինչպես հին, այնպես էլ նոր տապանակարեր, իսկապես էլ տարածքը հսկայական է։ Իդեպ Հաղպատավանքից 2 կիլոմետր հարավ-արևմուտք, շատ ժամանակ հոգևոր եւ առհասարակ գրականության մեջ հանդիպում ենք Տաթևի անապատ, Բեխի անապատ, կհանդիպեք նաև նապատ, տարբերակը նույն բանն է նշանակում, այդ գործածել են ոչ թե նրա համար, որ տարածքը ավազաշատ է, չէ, կարա լինի կանաչապատ տարածք, ուղղակի այս միջավայրում մարդիկ առանձնացել են, կտրվել են աշխարհիկ կյանքից եւ մնացել են իրենց հետ առանձին։ Կհիշեք, Հիսուսը նույնպես առանձնացել էր անապատում եւ երկար ու ձիգ օրեր ճգնել էր առանց սննդի ու առանց ջրի։ Ընդհանրապես յուրաքանչյուր եկեղեցի ունի իր ֆեյսը, իր այցեքարտն ու անձնագիրը։ Ես կարծում եմ, որ Կուսանանց անապատի այցեքարտերը այս հսկայական խաչքարերն են, բազալտ է, եթե ես չեմ սխալվում, գույնից եմ ենթադրում, հələ ուշադրություն դարձրեք այս պատվանդաններին, հսկայական մետրից ավել երկայնքով ու խաչքարը վրան դրված։ Սա էլ մեր գեղեցկուհին, որտեղ կանայք առանձնացել են։ Եկեք քննարկենք մի քանի տարբերակներ, ինչպես են նրանք ճգնել այդ ժամանակ։ Փազլը դասակարգելով ու թերթելով պատմության էջերը հասկանում ես, որ այդ կանայք տարել են աշխատանքներ։ Ոմանք ստեղծագործել են, ովքեր ունեին կրթություն, ոմանք գյուղատնտեսական աշխատանքներ են տարել երևի տարածքում։ Չէր թույլատրվում բամբասանքի տեսքով զրուցել միմյանց հետ, յուրաքանչյուրը առանձնանում էր իր մտքերով եւ կային աղոթելու հստակ ժամեր։ Մի խոսքով աշխատանքներ, որոնք պիտի տանեին այդ կանայք այստեղ նապատում։ Հասկացաք, չէ, դուր չունենք։ Դժվար է իրան եկեղեցի ասել, դժվար է որակավորել մատուռ, ավելի շատ հիշեցնում է զանգակատուն կամ առանձնացված գավիթ, չնայած որ խորան կա ու տարածք բավականին քիփլիկ է, բայց դա կոմպենսացնում է առաստաղը, այ քեզ գբետ։
Գիտեք, եթե խոսեմ հետ տպավորություններից, այս ամենը վերլուծելով հասկանալի է դառնում մի բան, երբ մարդիկ մեկուսանում են, իրենք կանոնակարգված ռեժիմ ունեն, օրվա ընթացքում, շաբաթների ընթացքում, ամիսների ընթացքում և այդ ռեժիմի մեջ խիստ մտնում էր նաև պահքը, սահմանափակել սնունդը, ջուրը, սնվել միայն բուսականությամբ, հետաքրքիր է, չէ, երբ մարդ իրեն զրկում է ամենաէլեմենտար բանից, հացից, կշտացնող և ջրից, ինչ-որ մտքեր են գալիս, այդ թե ինչ մտքեր են գալիս, ինչի մասին է մտածում այդ ժամանակ կինը, տղամարդը, ահելը, ջահելը, այդ հասու չի ինձ, որովհետև երբեք ես իմ 41 տարիների ընթացքում չեմ դիմել դրան, միգուցե սխալվել եմ, չգիտեմ, բայց դե պատմությունը ցույց է տալիս, որ դա ինքնամաքրման ու Աստծուն մոտենալու ինչ-որ հետաքրքիր ճանապարհ է, ինչը լի է դժվարություններով։ Շարժվեցինք։ Շարունակվում է մեր ճանապարհորդությունը և մենք կուսանանց անապատից եկանք Զառնի պարնի։ Վիմափոր քարայր ամրոցը շատ տուրիստներ է բերում Հաղպատ և ես ուզում եմ ձեզ ներկայացնել Զառնի պարնի քարայրա ամրոցային համալիրը առաջ և հիմա տարբերակով։ Վերևի լուսանկարներում այն է, ինչ ունեինք, ներքևի լուսանկարներում այն է, ինչ ունենք հիմա։ Երկար ու ձիգ մի քանի տարիներ, որոնց ընթացքում մաքրման աշխատանքներ, պեղման աշխատանքներ, ամրաշինարարական աշխատանքներ և հիմա 1500 դրամ մուտքա վճարով կարող եք մտնել ու տեսնել քարանձավային ամրոցը։ Հուշարձանը բաղկացած է 3 քարանձավներից՝ Զառնի, Պարնի, Ծակքար։ Թվագրվում է 10-ից 13-րդ դարեր։ Քարակերտ սանդուղքներ, փայտակերտ բազրիքներ և իհարկե ծով կանաչ։ Օй շատ է, այ շատ է։ Երբեմն մարդիկ ասում են համբերությանս բաժակը լցվեց, Աստծո համբերությունն էլ անսպառ է, ծով համբերություն ունի։ Դրա համար ես կուզենայի այդ համբերությունից մի այսքան ունենայի այս սանդուղքները հաղթահարելիս։ Չնայած լավ է, տենց ավելորդ կալորիաներից հրաժարվում ես ու զբաղվում ես մարմնակրթությամբ։ Տեսեք, 1, 2, 4, 5, կարաս ցատկես, լոնքում ես, մագլցում ես, հասանք։ Տիգրան ջան, մենք հիմա գտնվում ենք Զառնի պարնի քարայր ամրոցային համալիրում, կառուցվել է 10-ից 13-րդ դարերում Զարայ իշխանի կողմից։ Կառուցման նպատակը Հաղպատ գյուղի բնակիչների պաշտպանվելն էր քարանձավներում։ Համալիրը բաղկացած է 3 քարանձավներից՝ Զառնիերից, Պարնիերից և Ծակերից։ Դիմացը Կայանբերդն ենք տեսնում։ Կայանբերդը կառուցվել է 1233 թվականին, էլի նույն նպատակով։ 13-րդ դար։ Այո, պաշտպանական նպատակով։ Հիմա եկեք առաջանանք, ներս մտնենք։ Ձեզ թողնեմ ձեր տպավորությունների և էմոցիաների հետ, կարող եք առաջանալ։ Շնորհակալ եմ Թամարա։ Պապանձվելու աստիճան։ Երբ տեսնում ես այս առաստաղը, ինչը արտացոլում է այս ջրի ալիքները, իսկապես ուզում ես առանձնանալ, լուրջ։ Ես պատկերացնում եմ այն մարդկանց, ովքեր երեկոյան ժամի կգան այստեղ տպավորությունները, կկրկնապատկվեն, որովհետև վառվում են քարայրում լույսերը ու բացակայում է ցերեկային, արևային լույսը։
մթնոլորտն էլ է փոխվում, տրամադրությունը էլ է փոխվում։ Ջերմաստիճանը սրտոտա, հովա ներսում, լորվա արևից ու տապից առանձնանալու գեղեցիկ, գեղարվեստական ու էսթետիկ տարբերակա։ Շատ հեռուստատեսային պրոյեկտներ անդրադարձել են Զարնի, Պառնի, Քարայր ամրոցին ու ցուցադրել են թե թանգարանը եւ թե պատմամշակութային գտածոները։ Ես այսօր այդ ամենին չեմ անդրադառնա, ես այսօր կխոսեմ աուրայից եւ մթնոլորտից, որը տիրում է Քարայրում ու այս ջրից։ Տարիների ընթացքում այս կաթոցները չեն դադարում ու այս ձայնը չի դադարում։ Խորը շունչ քաշելով հասկանում ես, որ դու սինթեզվում ես բնության ու պատմության հետ։ Այս ինչ լավ է։ Այն որ ասում է, եզովանալու տարբերակը, իսկը։ Գիտեք, մարդիկ ասում են, որ ջուրը ունի բուժիչ հատկություն, մաշկային հիվանդությունները ժամանակին բուժել, ոմանք էլ գալիս են տարբեր մարզերից եւ աշխարհի տարբեր ծայրերից հաղպատ, որպեսզի այս ջուրը շշալցնեն ու իրենց հետ տանեն, պատճառաբանելով, որ սուրբ ջուր է։ Համենայն դեպս տարածքը բարեկարգ է ու դարձել է տուրիստների ֆավորիտ վայրերից մեկը, շատ հաճախ գալիս են, թողնում են մի կողմ իրենց անելիքները, տեղավորվում ու վայելում այս ջրային շղարշը։ Մանրապատկերներն էլ առաստաղին մամուրի տեսքով, գունային խաղը վերջն է։ Մոռացա, այս կողպեքները լուր վկաներն են հավերժ սիրո։ Սիրահար զույգերը գալիս են այստեղ, իրար խոստում տալիս ու փակում իրենց սերը։ То есть, որպեսզի կողմնակի անձինք չներխուժեն ու ապրեն իրար հետ երկար, հաշտ ու համերաշխ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, տասնյակ, հարյուրավոր, հազարավոր։ Ես վերջացրի, բարձրանանք Թամարա ջան։ Հիմա գնում ենք Պառնի էր։ Պառնի էրի անվանումը գալիս է պարոններ բառից, քանի որ Քարանձավում բնակվել են հենց պարոնները, բարձրաշխարհիկ խավի մարդիկ այստեղ։ Այստեղ գյուղացիները։ Այո, այստեղ հասարակ ժողովուրդն է, այդտեղ բարձրաշխարհիկ խավի մարդիկ։ Ես գիտես ինչ եմ լսել եմ նաև Գանձերի լեգենդը, որ հաղպատավանքից կռվի տարիներին վանահայրերը եւ հաղպատցիները ամենակարևոր գանձերը հաղպատավանքի բերել պահել են այս քարանձավներում։ Փաստորեն լուրջ աշխատանք պետք է տանես ֆիզիկական, որ կարողանաս հասնել Պառնի էր։ Ես արդեն պատկերացնում եմ ծակեր անհնար է։ Հա, իրականում անհնար է։ Հիմա ես ձեզ մենակ կթողնեմ էլի, դուք կարող եք առաջանալ եւ ուսումնասիրել։ Հասկացա, իսկ ծակերից ինչ կարող ես ասել։ Ծակերում ճգնել է Հովհաննես Իմաստասեր Սարգսակը, հայտնի հայ փիլիսոփ գիտնական։ Ասեմ նաև որ ծակեր բարձրանալու ճանապարհ չկա ու իրականում գաղտնիքա թե Հովհաննես Իմաստասերը այնտեղ այդքան երկար ժամանակ ինչպես է ապրել։ Երկար ժամանակ որքան։
կոնկրետ թիվ չի նշվում, բայց պարզա որ ինքը այնտեղ ապրել է որոշակի ժամանակահատված։ Ու ոնց է բարձացել։ Դա արդեն գաղտնիք է։ Դե ոնց է նրան սնունդ հասցրել, ջուր։ Մի քանի քայլ, մի քանի լոնք ու հասնում ենք պարնիերին։ Հայրենիքի մասին ինֆորմացիա հրամցնելը շատ պատասխանատու գործ է։ Անկեղծ շատ պատասխանատու, որովհետև գործ ունես պատմության հետ, տարեթվերի հետ, լեզվից լեզու, բերանից բերան անցած խոսակցությունների հետ, հոգիդ, ներսդ ծանրանում է։ Ծանրանում է այդ պատասխանատվության զգացումով։ Այս էլ պարնի քարայրը։ Ես համոզված եմ, որ շատերը հիմա կասեն քարանձավ է, սովորական։ Պետք է, ոչ էլ կգնա, ոչ էլ այդքան կքայլեմ, կբարձրանա։ Այս պատմությունը, այն էլ միջնադարյան, ու ես առաջարկում եմ, որպեսզի մենակ չլինեք, լինեք գիդի ընկերակցությամբ, ու համոզված եմ, որ զբոսավարը ձեզ շատ գեղեցիկ լեգենդներ կպատմի կապված քարանձավների հետ։ Համ միջավայրն է ստիպում, համ մթնոլորտն է ստիպում քեզ տեղափոխվելու դեպի միջնադար։ Այս խիտ անտառները, այս արկածները, այս քարանձավային մթությունը, կիսա, չգիտեմ, ես գոհ եմ իմ այսօրվա էքսկուրսիայից, բայց դժգոհ է իմ ստամոքսը, որովհետև ժամանակի ընթացքում շատ քայլեցինք ու հասցրեցինք սովել։ Ներքևում շատ լավ ռեստորան կա ու շատ համով հաց են սարքում, առաջարկում եմ իջնել ու մեր համտեսի տեսարանը նկարահանել այնտեղ։ Ինչ կարծիք եք։ Զարնի պարնիում տաղավարները շատ են, մեծ, միջին, փոքր, ամենամեծում կարող եք անցկացնել ձեր կորպորատիվ հավաքներն ու միջոցառումները, ծննդյան տարեդարձ, ատամհատիկ, կոլեկտիվ հավաքներ, ու ես ընտրել եմ հենց այս տաղավարը տեսարանի և համովության համար։ Երջանկության հորմոններս երգում են, աչքերս զարմացած են և ստամոքսս շտապեցնում է համտեսելու այս գեղեցկությունը։ Սկսենք աղցաններից։ Հիմնականում փորձելու եմ ինձ համար նորույթները, ֆիրմային աղցան Զարնի պարնի, համենայն դեպս գեղեցիկ է։ Այս էր հետաքրքիր։ Սովորաբար մենք սպանախը օգտագործում ենք, պոչերը դեն ենք նետում, բայց Զարնի պարնիում սպանախի պոչերով և քամած մածունով ունենք աղցան, ես համոզված եմ, որ շատ համեղ է լինելու, սոճու ընկույզ նույնպես կա, մի փոքր էլ փորձենք Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի կրծքամսով և սերուցքային սոուսով պատրաստված այս տաք աղցանը։ Ինձ թվում է առաջին աղցանը ֆիրմային, ինչը կոչվում է Զարնի պարնի, պետք է որ շատ համով լինի։ Գաղտնիք չի, որ ես կանաչեղենի սիրահար եմ, իսկ այս հունական պոպոկը ամբողջացրել է պատկերը։ Սկսում ես մտածել, մտորել համերի հետ, ճանապարհ ընկնել ու վերջում
գոհ ես մնում քո ճանապարհորդությունից համային։ Ինչ վերաբերում է սպանախի պոչերին, քամած մածունով, բալզամիկ սոուս կա, ինչը հաղորդել է յուրահատուկ եւ համ եւ բույր, խորհուրդ եմ տալիս անպայման աղցանները փորձեք, նախ որովհետեւ համով է եւ երկրորդ որովհետեւ նորույթ է։ Ինքան հաճելի է խրթխրթում բերանիդ մեջ։ Սովորաբար եվրոպական երկրներում երկուսը մեկում տարբերակը բարձրացնում է գնային քաղաքականությունը, այսինքն եւ համ է խոհանոց եւ ֆանտաստիկ տեսարաններ։ Զարնի պարնի տարբերակում այդպես չի, չնայած որ մի փոքր մոտեցրել են, միջինից աննշան բարձր։ Կրծքամիսը, որ տապակվել է, չորություն ունի, բայց սերուցքային սոուսը այդ չորությունը կոտրում է, կիսում է մեջտեղից։ Դրա համար պատեք, պարուրեք սոուսով կրծքամիսը, նոր հետո զարմացրեք ձեր բերանի ապարատը։ Դե ինչ հայկական սեղան առանց ավանդական խորովածի։ Այս անգամ թռչնամասի խորոված ու անպայման կարտոֆիլի պլեջ։ Այնքան հյութալի է ստացվել այս խորովածը, պլյուս ծխի հոտը համի հետ գրկախառնվել է, ու այս խորոված ուտելու պրոցեսը դարձնում է անպատմելի։ Հիմա եկեք հասկանանք հետևյալը։ Այլ բան է, երբ դու քո հացկերույթը կազմակերպում ես որևէ փակոթյա տարածքում եւ լրիվ ուրիշ բան է, երբ բացօթյա ես սնվում, մաքրոթին ախորժակը ավելի է բացվում։ Ինչ եմ ուզում ասել։ Զարնի պարնին հաճելիորեն զարմացրեց ձեր ճանապարհորդական երթուղու մեջ, անպայման ներառեք նախ միջնադարյան քարայր ամրոցը, ինչից հետո արդեն Սնունդը համեմված այս տեսակ խորությամբ։ Գեղեցիկ ապրել չէ սարքելի։ Ու պահն եկավ մեր գիշերակացի հարցերը կարգավորելու։ Այս անգամ մեր ընտրությունը կանգ առավ Գայանե ռիզորթի վրա։ Նախ այն պատճառով, որ մեր թիմում Գայանե անունը ասոցացվում է մեր արտ տնօրենի հետ, եւ երկրորդ պայմանները լավն են։ Այն որ սաստիկ հոգնած այս ճանապարհորդական առաջին օրվանից ոտքերդ քեզ տանում են դեպի հյուրանոց։ Սուսանա ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն, բարի գալուս մեր հանգստի գոտի։ Շնորհակալ եմ։ Ես ոնց հասկացա, այս մի քանի տարիների ընթացքում բազմաշերտ փոփոխություններ են տեղի ունեցել ձեզ մոտ։ Իրականում ամեն տարի փորձում ենք փոփոխություններ ունենալ, նոր պահանջներ, նոր ասելիք, նոր առաջարկ, փորձում ենք լսել, թե ինչ են ուզում տուրիստները եւ փորձում ենք հարմարեցնել իրենց պահանջներին։ Մենք որ հարկ ենք բարձրանում։ Բարձրանում ենք երկրորդ հարկ։ Գնացինք։ Ուտրեմ համեցեք։ Մերսի։ Հասանք։ 213։ Ահա ձեր սենյակը, ձեզ հաճելի եւ լավ հանգիստ Գայանե ռիզորտում։ Շնորհակալություն Սուսաննա ջան։ Սիրելի հեռուստադիտող, մեր սենյակը 213-ն է եւ մենք ընտրել ենք ստանդարտ կատեգորիայի սենյակ։ Հիմա հասկանանք հարմարությունները։ Մեր սենյակը։ Սկսենք մինի էքսկուրսիան, փոքրիկ միջանցք, որտեղ տեղավորել են մեծ զգեստապահարան։ Վաու, ունենք կախիչներ, ունենք խալատներ, լավ է։ Հսկայական երկտեղանոց, մահճակալ, սպիտակ եղենը, ինչպես տեսնում եք, պլպլում է, ունենք սրբիչներ, միանգամյա օգտագործման հողաթափեր, բարձերի քանակը 4-ն են, վաու,
այս գիշերը ձեզ հաստատ պետք է գա, որովհետև ակտիվ ճանապարհորդական օրվա ավարտը ենթադրում է ձեր բջջային մարտկոցի նստեցում։ Պետք է լիցքավորել։ Խնդրեմ, լուծումը, եթե խոսեմ ընդհանուր լուսավորությունից, մեղմա։ Ինչը ստիպում է, ինչը տրամադրում է լավ հանգստի, ռելաքս լինելու, անջատվելու։ Պատային այս դեկորները հետաքրքիր են, ունենք նկար, այստեղ աշխատանքային հատված, սուրճ, թեյ, պլազմա, ինչպես նաև սառնարան, տեսի մենք ունենք արդեն գործընկեր և արխային կարող ենք ցուցադրել։ Rio Grande, սառը։ Օգտվենք։ Տաքացուցիչ նույնպես կա, որովհետև լորին անկանխատեսելի է։ Մեկ էլ տեսար ցուրտ է, մեկ էլ տեսար շոկ է, կարող եք հեռակառավարման վահանակով կարգավորել։ Երկու պատուհաններ ունենք, տեսարանները շքեղ են և իհարկե սանհանգույց։ Օպա, առաջնահերթ ուշադրություն դարձնում եմ սանտեխնիկային։ Թարմ է, խնամքի պարագաներ, կան, վարսահարդարիչ ունենք, ինչպես նաև փոքրիկ, բայց հարմարավետ լոգախցիկ։ Գիտեք, ուզում եմ մաղթել ձեզ բարի գիշեր ու անուշ երազներ։ Ինչու։ Որ մի փոքր ինձ կարգի բերեմ, կհանդիպենք առավոտյան Նախաճաշի տեսարանի շուրջ։ Բարի գիշեր ու անուշ երազներ։ Լավ քունը նպաստում է առույգ ության ողջ օրվա ընթացքում, իսկ Գայանե հյուրանոցում ես հասկացա հետևյալը. քնելը շատ լավ բան է, բայց նախաճաշելը առավել լավ։ Գայանեում ձեր վճարած սենյակի գումարի մեջ մտնում է նաև նախաճաշը։ Աուտենտիկ, սիմպատիկ և համովիկ։ Սեղանին գրեթե ամեն ինչ կա, կաթնամթերք, պանրեղեն, հացաբուլկեղեն, աղցաններ, ինչպես նաև ձու առած սպիտակուցներով։ Ես գյուղերում նախընտրում եմ գյուղական կաթնամթերք, դրա համար ընձեռված հնարավորությունը շատ արագ կօգտագործեմ։ Կաթնաշոր, թթվասեր ու պատկերը ամբողջական դարձնելու համար ջեմ։ Սնվենք ու շարժվենք։ Այս սովորույթ չի, այս պայմանական ռեֆլեքս չի, առավոտյան նախաճաշը անհրաժեշտություն է ու առաջարկում եմ հետևել իմ օրինակին։ Սիրում եմ, երբ կա ընտրության հնարավորություն։ Strong։ Ահա և իմ երջանիկ առավոտը, մաքուրոտ, կանաչ բնություն, լորվաձորը ու անծայրածիր խորություն։
մինչ Մադան գյուղ գնալը ճանապարհին եկանք Սանահին, որտեղ ծնվել եւ մեծացել է Անուշավան Միկոյանը։ Այս անուն ազգանունը շատերին ոչինչ չի ասի, բայց եթե վերափոխենք Արտյոմ Միկոյան, շատերը միանգամից կասեն, այս հսկա կործանիչի հեղինակը կամ համահեղինակը։ Իմ ոգևորությունը ինքնաբուխ է, որովհետև եթե հայ ես ու եթե խոսում ես քո հայրենակցի մասին, ապա էմոցիաները գալիս են, միահյուսվում են, միախառնվում են ու արդյունքում ստացվում է, որ դու խոսում ես անհատների մասին, դու խոսում ես իսկական հայերի մասին, դու խոսում ես ստեղծագործ հայերի մասին։ Տեսեք, Լորվա մարզում շատ կան մեծամեծեր, մեծանուն հայեր, տարբեր սֆերաների, հա, դպրոցական պարտադիր ուսումնական ծրագրերով մեզ հայտնի Հովանես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Հրանտ Մաթևոսյանը, մեր հայ երկարվեստից բոլորին քաջ ծանոթ Արտո Թուջբոյաջյանը, բոլորն էլ լոռեցիներ են։ Հասկանում եք, հասարակությունը նրանց մասին իմանում է դասագրքերից, բուհական որոշ ծրագրերից, հեռուստացույցից, բայց ափսոսում եմ, որ քչերը գիտեն Անաստաս եւ Անուշավան եղբայրների մասին, որովհետև նրանք որպես հայ մեծ ներդրում ունեն հայրենիքի կայացման գործում։ Ես հիմա ուզում եմ խոսել ոչ թե որպես մեդիադեմք, այլ որպես մարդ, ով ատում է պատերազմը ու ով պատերազմի պատճառով ունեցել է կորուստներ մարդկային կյանքերի տեսքով։ Ողջունում եմ տղերքի խելքն ու միտքը գյուտարար, բայց չեմ ողջունում այն, որ նմանատիպ կործանիչներ են լույս աշխարհ բերել, որոնք աշխարհիս երեսից խլել են մարդկանց երջանկություններ, մարդկանց հարմարություններ եւ մարդկային կյանքեր, ամենակարևորը։ Իդեպ Միկոյանի աշխատանքը եզրափակվում է ոչ թե միգ 21-ով, իսկ միգ, գիտեք, ակնթարթ, վարկյանների ընթացքում էր կործանում։ Եղել է շարունակություն, ընդհուպ մինչև միգ 35, բայց դա մարդկությանը չի հասել։ Եվ այսպես հարևան երկրից, Վրաստանից բերվում է միգ 21-ը եւ քանի որ հայաստանյան ճանապարհները նեղլիկ են, որպեսզի չվնասեն ինքնաթիռի թևերը, հանել են, բերել են, հասցրել են Սանահին, հետո հմտորեն տեղադրել են։ Օդաչուների տեղերն են երկուսը, եթե չեմ սխալվում ու չեմ սխալվում, այստեղ շարժիչը հավաքում էր իր հզորությունը եւ այս ներքևի հատվածում տեղադրված էր ռումբը, դռները բացվում էին, համապատասխան նշանակետը ընտրվում էր եւ ռումբը ընկնում էր։ Շատ երկրներ պատերազմներ են հաղթել հենց այս կործանիչների շնորհիվ։ Ինչի մասին երևի շնորհակալություն հայտնել են Ռուսաստանի Դաշնությանը, այնինչ արմատները այստեղ են։ Ես առաջարկում եմ շարժվել թանգարան, ճիշտ է մենք ներս չենք մտնի, այլ այդ ամենը կթողնենք ձեզ, որպեսզի ինքներդ գաք, մտնեք, տեսնեք, ծանոթանաք նրանց կենսագրական տվյալներին, մենք մի հետաքրքիր
համեմունք կավելացնենք մեր ճանապարհորդությանը։ Ես մեր հեռուստապրոյեկտի շրջանակներում մեկ-մեկ ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ երջանիկ եմ բացահայտելու առումով, երջանիկ եմ նոր զգացողություններ ապրելու առումով ու երջանիկ եմ, որ ձեզ ներկայացնում ենք բացառիկ կոնտենտ։ Եվ այսպես Արտյոմ Միկոյանի ծառայողական մեքենան է, Zim Մագնիշի, իսկ այս մեքենան խորհրդային տարիներին համարժեք էր լիմուզինի։ Ստացվում է խորհրդային լիմուզին, անվադողերը տեղում են, գույնը սև, ու հիմա եթե խոսում ենք բացառիկությունից, հնարավորություն ունենք նստելու ու զգալու խորհրդային լիմուզինի հարմարությունները։ Ես այնքան շնորհակալ եմ Հայկուհուն, Միկոյանների ազգականն է, միևնույն ժամանակ այս թանգարանի տնօրենը տվեց ինձ այդ հնարավորությունը, հասկանում եք, վայելելու։ Ես Հայկանուշ Աբալյանս Միկոյանների ազգակցականում եմ, որ շուրջ 43 տարի աշխատում եմ Միկոյանների թանգարանում եւ իմ ջերմությունն եմ տալիս յուրաքանչյուր այցելուներին։ Իսկ այսօրվա ջերմությունը փոխադարձ էր մեր նկարահանող խմբի եւ իմ, որ անմիջապես ցանկանում են Zim մեքենան Արտյոմի դրսից նկարահանեն, բայց ես չհասկացա ինչպես են բալանիները վերցնում ու ասում տղաներ, ներսից նկարահանումը կատարեք։ Հասկանում եք, չէ, Արտյոմ Միկոյանը իր կյանքի կարևորագույն հանդիպումները վստահել է վարորդին ու այս հրաշք լիմուզինին։ Իդեպ նման որակի ու կալիբրի մեքենաները տրամադրվում էին միայն եւ միայն ռուսական էլիտային։ Իսկ Միկոյանը այդ էլիտայի շարքերում էր։ Բամանդ, հասկանում ես։ Հիշեցնեմ, որ թանգարան այցելելուց կարող եք նախապես ձեռք բերել տոմսեր, մուտքը ընդամենը 1000 դրամ, ինչի մեջ մտնում է գիդի ծառայությունը ռուսերեն եւ հայերեն լեզուներով։ Ժամացույց, տակ, արգելակը տեղում է, գազը տեղում է, վատ չի, նստի։ Քշի Ալավերդի ապեր։ Ալավերդի չէ, Մադան։ Լավ, ուրեմն քշի Մադան։ Բոլորը տեղում են, շարժվում ենք հայ-հունական գյուղ։ Ախպեր Միկչենկո, Էնյան։ Շարունակում ենք լորվա չնաշխարհիկ բնությունը ձեզ ցուցադրել ու շարունակում ենք բացահայտել ընձեռված հնարավորությունը չանչեմ երևի շնորհակալություն հայտնեմ Գայանե ռեզորտի կոնսերժ ծառայությանը մեզ ապահով ակետից B կետը հասցնելու համար։ Եթե օրերից մի օր որոշեք ինքներդ իրականություն դարձնեք այս մարշրուտը 2 օրերի, ապա բնակվելով Գայանե ռեզորտում տրանսպորտի հարցնել եք կարգավորում։ Լորվա մարզում ունենք մի քանի հայ-հունական գյուղեր, հույները կազմել են 50% եւ անց հարաբերակցություն հայերի հետ, այդ Մադան գյուղն է, Յաղդան գյուղն է, ինչպես նաև Շամլուղը։ Մնացած գյուղերը վերաբնակեցվել են, իսկ Մադանը ցավոք սրտի։ Սովետի փլուզումից հետո գյուղը դատարկվեց ու ձեռք բերեց ուրվական գյուղ կարգավիճակը, հիմա դարձել է Ալավերդի համայնքի
թաղամասերից մեկը, անունն էլ է փոխել, եթե չեմ սխալվում, Լեռնահանք։ Ինչ է նշանակում մադան։ Պարսկերեն բառն է մադան, հանք։ Ու իսկապես էլ այստեղ սովետի շրջանում եղել են հանքաարդյունաբերական գործարաններ եւ թիվ 1 ծաղկուն գյուղերից մեկն էր համարվում մադանը։ Հետո հանքերը փակվեցին, անվանումն էլ փոխվեց, կարգավիճակն էլ փոխվեց, դպրոցները փակվեցին, հիվանդանոցները փակվեցին։ Խնդրեմ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ուրվական գյուղը։ Մինչ դուք վայելում էիք մադանի գեղեցկությունը թռչնի թռիչքից, մենք հասրեցինք իջնել գյուղամեջ։ Փոստի շենքն է, ինչը իր գործունեությունը դադարեցրել է մոտավորապես մի քանի տարի առաջ։ Ես հասրեցի մտնել, զննել ներսը։ Ուզում եք։ Մոս, ես ստուգեցի փոստային ինդեքսդ, շնորհավորում եմ, ունես նամակդ կարող եմ հանձնել քեզ։ Կատակը կատակ, հումորը հումոր, բայց անկեղծ չի ուզենա, որ մեր գյուղերը ժամանակին տենց ծանրակշիռ անուն ունեցող հայտնվեին այս կարգավիճակում։ Չի ուզի։ Յուրաքանչյուր գյուղ ունի իր հոգին եւ այդ հոգին հանդիսանում է որևէ մշակութային կամ հոգևոր կոթող։ Մադանի պարագայում մադանի հունական եկեղեցին է։ Կառուցել են հույն վարպետները, թվագրվում է 19-րդ դար։ Սյունիքի մարզում Կապանի գյուղերից մեկում բախտ ունեցել ենք տեսնելու հունական եկեղեցի եւ այսօր այդ բախտային կարգավիճակը կրկնապատկվեց։ Խնդրեմ, այս գլխավոր մուտքն է դեպի եկեղեցի։ Ժամանակներ են եղել, որ եկեղեցին ծառայել է որպես գոմ, ժամանակներ են եղել, որ եկեղեցին ծառայել է որպես մշակույթի տուն, եւ ժամանակներ են եղել, որ եկեղեցին ծառայել է իր նպատակին։ Աստված է։ Ուղղափառ եկեղեցի է, այս գավիթն է, ես այս տերմինոլոգիան կօգտագործեմ, որովհետև ինձ հոգեհարազատ է առաքելական եկեղեցիների ճարտարապետությունը, բեմահարթակ ասեմ, ինչ ասեմ, չգիտեմ, բայց այստեղ գտնվելը այդքան էլ ապահով չի, տեսեք, ամֆիթատրոն ու ներքևի հատվածում սանդուղքներ կան, փաստորեն ճիշտ է, որ ծառայել է նաև որպես մշակույթի տուն, այստեղ երևի ինչ-որ միջոցառումներ են անցկացվել, որովհետև տեսեք, բեմահարթակ, տարածք
որտեղ կարող է նստել հանդիսատեսը։ Եվս մի մուտք, այստեղից բացվում են պատուհանները ու տեսարան դեպի հունական գերեզմանատուն։ Հրաժեշտ տանք Մադանի հունական եկեղեցուն, մի բան էլ աչք շոյեց այս լուսավորությունը, որտեղ ամեն ուր պատուհաններ են։ Տեսեք, որքան փոքր սենյակներ են այս տարածության մեջ, բայց յուրաքանչյուրը ունի իր առնվազն 2 կամ 3 պատուհանը։ Այս հատվածում, այստեղ, այնտեղ տարածքը պարսպապատ է, իսկ ինչ վերաբերում է եկեղեցու ճարտարապետությանը, օրիգինալ է, գույների խաղն էլ է հետաքրքիր։ Այս մեր վերջին կանգառն էր ու այսքանն էինք նախատեսել Լորվա մարզի մեր շրջագայությունից։ Հուսամ տարբերվող էր, հուսամ հետաքրքիր էր, հուսամ տրամադրող էր հետագայում կազմակերպելու ձեր ճանապարհորդական այս երթուղին։ Ովքեր բաց են թողել հաղորդման հեռուստատարբերակը, համացանցում գրեթե ամենուր ենք։ Թողեք ձեր մեկնաբանությունները, կիսվեք մեր նյութերով, կիսվեք ձեր տպավորություններով, որովհետև յուրաքանչյուրի կարծիքը շատ կարևոր է մեզ համար։ Կհանդիպենք, ցտեսություն։